Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահները 3 Անկարայում քննարկել են Մոսկվայի եւ Կիևի միջեւ բանակցությունները վերսկսելու հարցը, վերջ դնելու արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմին։ Ռեջեփ Էրդողանն ասել է, Ստամբուլի գործընթացը կարեւոր է խնդրի խաղաղ կարգավորման համար եւ պատրաստ են Մոսկվայի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են տանել խաղաղության։ Կարծում ենք օգտակար կլինի վերաակտիվացնել Ստամբուլի գործընթացը ավելի համապարփակ մոտեցմամբ, որը կլուծի սրված խնդիրները։ Faydalı olacağı kanaatindeyiz. Վլադիմիր Զելենսկին ասել է, որ քննարկել են իրավիճակը դիվանագիտական ճակատում եւ ամեն ինչ անում են հասնելու արժանապատիվ խաղաղության։ Նաեւ ցանկանում են մինչեւ տարվա վերջ սկսել գերիների փոխանակման գործընթացը։ Փորձում ենք ապահովել, որ բոլոր ջանքերն ուղղված լինեն կոնկրետ խաղաղությանը, արդար խաղաղությանը եւ երաշխավորված անվտանգությանը։ Պատերազմը պետք է ավարտվի, խաղաղությանն այլ ընտրանք չկա։ Նախագահները չեն անդրադարձել խաղաղության ամերիկյան նոր 28 կետանոց ծրագրին, որի մասին մի քանի լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդել էին 3։ Այսօր էլ լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել։ Մասնավորապես Axios-ը գրում է, որ նոր ծրագրով ԱՄՆ-ն առաջարկում է, որ Ուկրաինան Դոնեցկը եւ Լուգանսկը հանձնի Ռուսաստանին, որոնք կդառնան ապառազմականացված գոտի։ Վաշինգտոնը խոստանում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան ռուսական տարածքը ճանաչեն Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը, սակայն Ուկրաինային չեն ստիպի անել նույնը։ Զապորոժիայում եւ Խերսոնում առաջնագիծը կսառեցվի Ռուսաստանի կողմից որոշ տարածքներ զիջելու հեռանկարով, թե ինչ տարածքներ չի նշվում։ Ուկրաինան նաև պետք է կիսով չափ կրճատի բանակը։ Բոլոր զիջումների դիմաց Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ է առաջարկում Ուկրաինային եւ Եվրոպային, թե կոնկրետ ինչ հասկանալի չէ։ Սակայն Կիևը ըստ Axios-ի որևէ գրավոր առաջարկ չի ստացել եւ բազմաթիվ առարկություններ ունի։ Financial Times-ն նշում է, որ ծրագրով պետք է արգելվի օտարերկրյա զորքերի տեղակայումն Ուկրաինայում, կրճատվի ԱՄՆ ռազմական օգնությունը, ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի եւ օրինական ճանաչվի ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Ըստ թերթի ծրագրին ծանոթացած ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ ամերիկյան այս պլանը հիմնականում շարադրում է Մոսկվայի առավելապաշտական պահանջները եւ առանց էական փոփոխությունների անընդունելի է Կիևի համար։ Պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի դեպքում պարտադիր է ուկրաինացիների եւ եվրոպացիների մասնակցությունը։ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ այսօր հայտարարել է ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը։ Մենք եվրոպացիներս միշտ աջակցել ենք երկարատև եւ արդար խաղաղությանը եւ ողջունում ենք դրան հասնելու ցանկացած ջանք։ Ցանկացած ծրագրի իրականացման համար իհարկե անհրաժեշտ է ուկրաինացիների եւ եվրոպացիների մասնակցությունը, այնպես որ սա շատ հստակ է։ Լեհաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն իրենց հերթին հայտարարել են, որ Ուկրաինան եւ Եվրոպան եւս պետք է մասնակցեն ծրագրի իրականացմանը, հատկապես որ Եվրոպայի անվտանգության հարցը եւս սեղանին է։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ անընդունելի է համարել որևէ լուծում, որով Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի։ Առաջին քայլը Ժան Նոել Բարոյի խոսքով պետք է լինի հրադադարը, որին Ուկրաինան պատրաստ է, Ռուսաստանը ոչ։ Մենք արդար խաղաղություն ենք ուզում, որը հարգում է բոլորի ինքնիշխանությունը, երկարատև խաղաղություն, որին ապագայում որևէ ագրեսիա չի սպառնա, սակայն խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ խաղաղության ցանկացած ծրագիր պետք է վերացնի հակամարտության հիմնապատճառները։ Ըստ Դմիտրի Պեսկովի, Վաշինգտոնի հետ հիմա շփումներ կան, սակայն նման ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Նա նաև հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի նախագահը տեղեկացվել է խաղաղության ամերիկյան նոր պլանի մասին, թե ոչ։